Մենք արձանագրեցինք, որ կա կաթողիկոս, բավականին ամուր կանգնած իր դիրքերում 10 եպիսկոպոսներին այնտեղ դիմավորեցին բացականչելով Հուդա, Տիրադավ, ակնհայտորեն Փաշինյանը այս մարդկանց ուղարկել էր կործանման եւ նրանք բարոյապես կործանվեցին այդտեղ։ վրայից ցրում է, ասում է դա ես ինչ կապ ունեմ։ Հանա է սրտի կաթված ստացել, ով է դրա պատասխանը տալու։ Այս իշխանությունը որևէ դրական արժեք չի արտադրել։ Իր տարածքները օկուպացված երկրից որոշել է բենզին գնել։ Տնտեսության դիվերսիֆիկացիան անում։ Դե կարան ասենք իսլամ էլ ընդունեն կրոնի դիվերսիֆիկացիան։ Պատկերացնում ինչ հալնելու այս երկրի հետ, եթե 2026 թվականին ինքը վերընտրվի։ Ընկերներ ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը։ Այսօր առաջարկում եմ խոսենք Նիկոլ Փաշինյանի Էջմիածնի արշավանքի կամ Էջմիածնի ճակատամարտի մասին, ինչը տեղի ունեցավ օրեր առաջ։ Իրավի պատմական ժամանակներում ենք ապրում, պարոն Մալքյան։ Դե իշխանությունը առաջին հայացքից իր վրայից ցրում է, ասում է դա ես ինչ կապ ունեմ, 10 եպիսկոպոսները որոշել են իրանք գնան իրենց ասելիքը ասեն կաթողիկոսին, Նիկոլ Փաշինյանը այդպես ասում, ինքը կապ չունի, ինքը չի ուղղորդում, բայց մենք հասարակությունը, միջազգային հանրությունը հիմարներ չենք եւ հասկանում ենք այդ ամեն ինչը ոնց է լինում, այդ ամեն ինչը մենք տեսել ենք, հասկանում ենք, լիքը չուղղորդված ճակերտների մեջ բաներ ենք տեսել այս երկրում։ Հենց որ հասկանալի է, որ դա իշխանության արշավանքներ Նիկոլ Փաշինյանի 10 եպիսկոպոսների մարմնավորմամբ եպիսկոպոսներ, որոնք գնում էին իշխանության կամ պետական ինստիտուտների շքախմբով, նրանց ուղեկցում էին ԱԱԾ-ն, ոստիկանությունը, Թալինի քաղաքապետը ու երի նմանատիպ տարեր ու տարեզանգվածներ, այո, խմբակցության ղեկավարը։ Իդեպ ամենավտանգավորը ինչն էր այդ շքախմբի ԱԱԾ ծառայողները առանց համազգեստի եւ ոստիկանները առանց համազգեստի, ինչը ամենավտանգավոր, ամենահակապետական եւ հակաժողովրդավարական դրսեւորումներից մեկն էր այդ օրվա։ Մի խոսքով, այդ շքախմբի կամ այդ զանգվածի դեմ դիմաց կանգնած էր մի փոքր այլ զանգված, այսինքն մարդիկ, որոնք աջակցում էին վեհապարին, ճիշտ է, կային նաև ընդդիմադիր մի քանի ուժերի առաջնորդներ կամ անդամներ, բայց ինչևիցե կար նաև մարդկանց հոծ խումբ, որոնք կամ աջակցում էին վեհապարին, կամ էլ չաջակցելով վեհապարին դեմ են այն ամեն ինչին, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ, համարելով դա սրբապղծություն, հակապետական քայլ եւ այլն եւ այլն եւ ճիշտ է, իշխանության ներկայացուցիչները կեղծ լավատեսություն են ներկայացնում, իբրև թե իրենք կարողացան հասնել իրենց նպատակին, 10 եպիսկոպոսները գնացին, իրենց նամակը տվեցին, իրենց ասելիքը ասեցին եւ դա ներկայացնում են որպես հաղթանակ կամ մինի հաղթանակ, բայց իրականում ին կողմնակի տպավորությամբ իշխանության համար ամեն ինչ շատ վատ է, որտեղ այդ 10 եպիսկոպոսներին այնտեղ դիմավորեցին շատ բուռն, իրենց համար շատ ցավալի կերպով բացականչելով Հուդա, Տիրադավ, ասում եք Տիրադավ բառը ոնց մեր բառապաշարի բաղկացուցիչ մասը։ Մի խոսքով սա էր ընդհանուր գծերով։ Ես պետքա խմբագրեմ ձեր մեկնաբանությունը դեպքերի վերաբերյալ, ինչու որովհետև ոչ թե որ ես ինձ իրավունք եմ վերապրեմ խմբագրեմ, այլ մենք չգիտենք, որ ԱԱԾ-ն է ուղեկցել Տիրադավների խումբը, խոսքը գնում է 6 եպիսկոպոսների մասին, ովքեր դեռ եպիսկոպոսներ են, բայց բնականաբար նրանց վրա արդեն դրվել է Տիրադավ անունը Միքայել Սրբազանի կողմից, այս Միքայել Սրբազանի գնահատականները այս իմաստով անքննելի են, կարծում եմ։ Մենք չգիտենք դա ԱԱԾ-ն էր ուղեկցում թե ոչ։ Ինչու, որովհետև որևէ տարբերանշան չկար այդ մարդկանց վրա։ Եվ մենք արձանագրում ունեցանք, որ ասում էին չկա կաթողիկոս, Հայաստանը կաթողիկոս չունի, Հայ-Հրապարակյան եկեղեցին կաթողիկոս չունի։ Մենք արձանագրեցինք, որ կա կաթողիկոս, բավականին ամուր կանգնած իր դիրքերում, իդեպ դե տարբերանշան չկա, դրա համար ենթադրում եմ հարգանքներս վեհապար հայրապետին, որ նման ձևով կանգուն է, բայց չկա պետություն։ Ինչու չկա պետություն, որովհետև չի կարող լինել ոստիկանության ղեկավարի հայտարարություն, որ ես չգիտեմ ովքեր են ուղեկցում, պետքա դեռ ճշտենք, այսինքն ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում այդտեղ նախապես պլանավորված
անվտանգությունն ապահովում է այսպես կոչենք եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով երկու բողոքող հակադիր կարծիք ունեցող խմբերի միջև, չէ՞, ու մի խմբի ղեկավար կազմը, որը ինքն է հրավիրել այդ հավաքը, չէ՞, ինքը հրավիրել է իր հավաք ու չի եկել։ Այսինքն սա դրանք է։ Այսինքն հավաք հրավիրես, որը գրեթե շատ մոտ է, որ ինչ որ բախում լինի, բայց դու չգաս այդ հավաքին։ Դա սա դրանք չի։ Ես կարծում եմ, որ այդ իրադարձները պետք է նաև քրեորեն պատասխանատվության ենթարկվեն այդ սա դրանքի համար, որտեղ նրանք հայտարարել են, որ իբր հրավիրում ենք հավաքի բոլորին, եւ իրենք չեն եկել այդ հավաքի։ Իրենք կողքի Գայանեի վանքում ինչ էին անում, չգիտեմ։ Հետո գալիս են ինչ որ զինված խմբի հետ, որը հիմա հարց է, կամ դա ԱԱԾ-ն է, առանց տարբերանշանի ու ապօրինի է։ Եթե ԱԱԾ-ն է, պետք է հարց բարձրացնել, երբանից է ԱԱԾ-ն դարձել Կճոյանի հավատքի կրողը, չգիտենք Կճոյանը ում է հավատում, ինչ հավատքի կրողը, ասենք այդ հավատքի իրան միացել, ինչ ուղղություն է։ Եթե ԱԱԾ-ն չի, ապա այդ զինված բանդանով է բերել, դա օրենքից դուրս զինված մարդկանց խումբ է, եւ ամենահետաքրքիրը, որ Հանրապետություն կուսակցության, Արևմտամետ կուսակցության ներկայացուցիչներ կան այդ զինված խմբի մեջ լրագրողները բռնացրել են կոնկրետ Էջմիածնի քաղաքապետի տեխնացուն անհասկանալի է ինքը ինչ կապ ուներ այդ մարդկանց հետ այսինքն Հանրապետություն կուսակցությունը ղեկավարում է այդ խմբին թե այդ խումբը կուսակցության անդամին թե իրանք սերտաճացեն ինչի մասին է այսինքն այս հարցերի պատասխանները պետք է տրվի կարծես որովհետև ասել որ ԱԱԾ-ի ուղեկցությամբ եկան ոչ ոք որևէ պետական հայտարարություն ինչ էս բաց չկա պետական մարմնի նկատի ունեմ որ ԱԱԾ-ն է տարբերանշան չկա ենթադրում եմ որ ԱԱԾ-ն է քանի որ Նիկոլ Փաշինյանը պետական ինստիտուտները դարձրել է իր համար իր քմահաճույքները բավարարող որ գործիքներ դու հիշում ես որ մարտի 1-ի ժամանակ զինված խմբեր կային առանց տարբերանշանի հետո բարձր օլիգարխների խմբեր են այդ ժամանակ այդ զինված խմբերը ախրանիկների էին հիմա էլ պետական ինստիտուտների ներկայացուցիչները բայց դա քո ենթադրությունը որտեվ չկա որևէ հայտարարություն որ դա պետական կարող է օլիգարխների ախրանիկներ են նորից կարող որտեվ չկա պետական տարբերանշաններ չունեն որևէ մարմին իրավապահ կամ հատուկ ծառայություն չի հայտարարել, որ այո, իրենք ապահովել են 6 տիրադավների անվտանգությունը։ Բայց հիմա ինչ անեն։ Դե ես կարծում եմ, այս հարցը պետք է բարձրացնել եւ պահանջել, որ մեկնաբանվի։ Ճիշտ ենք ԱԱԾ-նա թե չէ։ ԱԱԾ-նա թե չէ, եթե ԱԱԾ-ն ինչ կապ ունի Հանրապետություն կուսակցությունը իրancs հետ, եթե ԱԱԾ-ն չի, ինչ կապ ունի Հանրապետություն կուսակցությունը իրancs հետ, եթե ԱԱԾ-ն է, ապա օրենքի որ կարգով, որ նորմերով է, որ մի կրոնական կազմակերպության մեջ եղած տարաձայնությունների հիման վրա ԱԱԾ-ն մի խմբին անվտանգությունը ապահովում, մյուսին չէ։ Կարա՞ք մեկը բացատրի։ Նույն փոքրամասնությանը, մեծամասնության չէ, փոքրամասնությունը պաշտպանվում է։ Այսինքն ինձ թվում է այս հատվածը շատ կարևոր է արձանագրել։ Եվ մյուսը, որ ակնհայտորեն Փաշինյանը այս մարդկանց ուղարկել էր կործանման, եւ նրանք բարոյապես կործանվեցին այդտեղ ժողովրդի տեղատարափի քննադատության տակ Եվ ինքը տեր չեղավ, այսինքն իրանք պետք է հասկանան, որ իրանք դարձել են տիրադավ Փաշինյանի կողքը կանգնելով մտածելով Այդ թվերը ճիշտ են ասում, որ 2000 ա եղել։ Չգիտեմ, գիտես, էական չիրանք կանգնել են իշխանության կողքը հույսով, որ իշխանությունը կաթողիկոսին հանում է ու քաշվել են։ Հիմա ինչ անեն այդ մարդիկ, ոչ կարան հետ գնան, այսպես նայենք։ Ոչ կարան ասեն վեհապար հարաբերների մեզ, կա ների վեհապար հարաբեր, չգիտեմ։ Բայց էլ ինչ էր էսով, չէ։ Ոչ կարան շարունակեն, հաջորդ քայլը ո՞րն է, լավ էս Կիրակի Փաշինյանը կլինի Սանկտ Պետերբուրգ։ Այնտեղ մասնակցի պատարակի։ Եթե դուխ ունենան, կարող է փորձի մասնակցի, օրինակ, չգիտես, այնտեղ կա քահանա, որը կարա զեղչի վեհապար հայրապետի եւ թեմի առաջնորդի անունը։ Սանկտ Պետերբուրգում, կենտրոնական փողոցում մի շատ լավ եկեղեցի ունի։ Օրինակ այ Փաշինյանին ասենք կարաս գնա անդե մասնակցի։ Կարաս։ Դե գնա մասնակցի, կարաս։ Կարող է այնտեղ զեղչեն կաթողիկոսի։ Թող փորձի լտնակ կարան։ Մե հետարքի է, կաթողիկոսի եղբայրն է թեմի առաջնորդ։ Դրանք կարան են ցանին դե զեղչեն։ Թող փորձի։ Իմջանից մամուլում լուրեր կային, որ կաթողիկոսի ես մի եղբորներ են որոշել կալանալ։ Եզրասրբազան։ Այո, նաեւ ես մի եղբորներ որոշել կալանալ։ Խայտարակությունը սա։ Լավ, արի անցնենք առաջ։ Այսինքն, լավ ինչ էին ուզում անեն։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը ուզում էր այս 7-6 տիրադավների միջոցով, ասում են 10, բայց 6 հոգի են գնաց։ Այնպես անի, որ ինչ որ մեկին դե ծեծեն, ինչ որ բռնություն լինի, ինչ որ մի բան լինի, որ ինքը ասի, որ հոп, այստեղ պետությունը պետք է միջամտի, չնայած արդեն պետությունը միջամտել է բոլոր տեղերը, եւ ինքը ուղարկի մարդկանց
այդտեն հատուկ Ստեփայց հատուկ ուժային կառույցներին ուղարկի այնտեղ եւ ասի գործողություն իշխանությունը ստեղ մոտ հետաքրքիր մանիպուլյացիա արեց, պարոն Մարուկյան, չգիտեմ ֆիքսել եք դա չէ։ Երբ որ այդ 6 եպիսկոպոսների ընթացքի մասին դեպի Էջմիածին հայտնի դարձավ, ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հայտարարեցին, որ գնալու են պաշտպանեն Մայրաթոռը, վեհապարեն եւ այլն։ Իրանք ասացին, այ տեսեք դուք մեզ եք մեղադրում եկեղեցու ներքին գործերին մասնակցելու մեջ, բայց իրականում դուք եք միջամտում եկեղեցու ներքին գործերին, քանի որ գնում եք այդ եպիսկոպոսների իրենց պարտականությունը կամ առաքելությունը կամ չգիտեմ ինչը կանխեք, խանգարեք եւ այլն։ Ասենց մանիպուլյացիաներ են տարածում։ Այո, կարող է լինել, բայց արի նաև արձանագրենք, որ 7 վերքում պարտությունը արձանագրվել է հստակ եւ ուզում եմ նաև իմ հարգանքը փոխանցել 7 վերքի եւ Շիրակի թեմի բոլոր քահանաներին, ովքեր մի մարդու պես բոյկոտեցին անգամ մոմա վաճառը։ Նաև ուզում եմ ասել, որ այս եպիսկոպոսները 7 հոգի են, 6 հոգի են, իբր ասում են 10 հոգի են, քանի հոգի են, քահանաներ չունեն։ Այսինքն այ չկան քահանաների խմբեր, բացի այն 3 հոգին, որ կարգալույց են հրճակվել, չկան քահանաների խմբեր, շուրջ Հայաստանում 250, 200-ից ավել քահանա կա, չէ՞։ Քահանաները չեն անցնում իշխանության կողմից, ինչ խաբար է։ Ըստ Փաշինյանը նաև խոսած որ քահանաները աղքատ են, վատ են ապրում, բասից ինչ որ փորձեց նաև տենց իրանց սիրտը շահի, բան բայց չեն անցնում այդ տոմը։ Այսինքն այ եթե նայենք բանակային տերմինաբանությամբ, եպիսկոպոսները պատկասեն գեներալներն են, չէ՞։ Հա զորք չունեն այդ մարդիկ։ Քահանաները չկան, մարդիկ ոգի ձեռնունայն, աջակից չունեցող Դեպ կարող եք այս հետևորդները կարող են նայել իմ հարցազրույցը Շիրակի թեմի քահանաներից մեկի հետ։ Այո, մենք գովազդենք Տերնշանի այդ հարցազրույցը, շատ ընտիր հարցազրույց է, որքանով որ հասկացա Տերնշանը ազգությամբ ռուս է, հայրը ռուսա, մայրը մշեցի։ հա, որը լավ ռուսի եւ հայ խառնում, դե ազգանուն ակնհայտ ռուսի ազգանուն է։ Պանֆերով, այո։ Գիտեք ինչ եմ մտածում, որ վարչապետ դառնալու օրվանից սկսած այս իշխանությունը որևէ դրական արժեք չի արտադրել։ Վարչապետ դառնալուց ի վեր այս իշխանությունը կարողանում է միայն գարշանք արտադրել։ Այրում, զոհեր, գերիներ, մեշոկների մեջ զինվորների դիակներ, մասնատված, այս եկեղեցու դեմ այս գարշելի քաղաքականությունը, բախումներ, հրարոց, համանդրական դատարան կամ դատարանների շրջափակում, գորգորոց, հայոյանք, ինչ-որ մի դրական բան այս իշխանությունը արտադրել է արժեք։ Բացի խառնակցությունը, խժդժությունը, մարդկանց անձնական կյանք մտնելը, մարդկանց իրավունքները ոտնահարելը, նայ, դե հիմա այս ամեն ինչի մեջ կարելի է, չէ՞, նաև ասենք, ինչ որ կոռուպցիան, ինչ որ բուրգերը փոխվել են, կոռուպցիան նախկինի նման չի, ասֆալտ ավելի շատ արվել, դպրոցներ են կառուցում։ Սա էլ, այսինքն, էս էլ կա, բայց պետք է մի բան մենք հասկանանք, Ժորժ ջան, եթե մենք մեր ազգային ինքնությունը կորցնելու ենք այս ամեն ինչի արդյունքում, այդ ասֆալտը դպրոցները, մանկապարտեզները ոնց որ Լեռնային Ղարաբաղում հիմա օգտագործում են ադրբեջանցիները, վաղը մյուս օրը նույն հավանականությունը այստեղ կարող է լինել, որտեղ այս երկիրը դարձել է Ադրբեջանի փոքր շուկան, հասկանու՞մ ես, այսինքն այս երկիրը դարձել է Ադրբեջանի բենզին առնողը, Ադրբեջանից բենզին առնելով ցնծում են, այսինքն մենք մեր հարկատուների փողերն ուղում ենք Ադրբեջանի բյուջե, որ Ադրբեջանը իր զինված ուժերը ֆինանսավորի։ Կլինի ես մի դերասացին արձագանքեմ, տեսեք, երբ որ Քոչյանը դարձավ նախագահ 98 թվականին։ Այո։ Նրա կառավարման 10 տարիներին ինչ որ դրական փոփոխություններ չեն եղել, եթե համեմատենք Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման հետ, չէ՞։ Եղբայր, այո։ Սերժ Սարգսյանը երբ որ դարձավ նախագահ, դրական փոփոխություններ չեն եղել։ Այո։ Քոչյանի կառավարման համեմատ եղել են, չէ՞։ Բայց մարդկանց կյանքը խոսք է տրվել, որ երջանիկ է դարձվելու, չէ՞։ Ահա։ Ու ինչ է արվել։ Իսկ Հայաստանում այդ հեղափոխական դրական փոփոխություններ չեն եղել, եղել են ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ, դպրոցներ։ Սերժի ժամանակ էին կառուցում, Քոչյանի ժամանակ ամենամեծ շինարարական բանն է եղել այս երկրում։ Դա կեղծ է, փուչիկ չի, բայց եթե ես պետքա իմ փողը տամ ադրբեջանական բենզին առնեմ, այդ փողը գնա Ադրբեջանի բանակին, Ադրբեջանի բանակը նստած լինի Հայաստանի ինքնիշխան տարածքներում, ես այդ ոչ մի բանը չեմ կարող գնահատել դրական։ Եթե մենք պետքա դառնանք Ադրբեջանի ենթակա երկիր եղբայր, այսինքն այնտեղ բան են, տնտեսական համագործակցություն չի։ Դուք ոչ մի բան Ադրբեջանի վրա չեք վաճառը, չեք եկարա վաճառեք։ Դուք միակողմանի գնորդ եք, դուք միակողմանի զիջող եք։ Դուք հայ ազգի ինքնասիրությունը ոտնահարող
քաղաքական միավոր եք, Եվ խումբ այդ եք։ առևտրի պատրանքը մեր ներքին լսարանի համար է, որ ցույցնամ այդ տեսեք, առևտուրը սկսել, սա շուտով սկսելու եք լավ Նաև ապրել։ երևի Ալիևի համար, կա Ալիևն ասել է, լսեք, այսքան սրանից հետո պետք է այսքան բենզին մեզանից առնեք, ինչ գիտես։ Թեկուզ։ Կարող ասել է պետք է սենց անեք։ Այդ որ փող եք ուզում հավաքեք որ զենք առնեք, բան անեք, վերեք մեր մոտից մեր ապրանքներն արեք։ Բայց այն խաղաղությունը ինչ որ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, Ահա։ չի լինելու նրա մասին, որ Հայաստան-Ադրբեջան տնտեսական կապերը նպաստեն, որ Հայաստանը հզորանա։ Եղբայր, դու սպար ինչով դիազոն, դու սպարող ես։ Ախր մարդկանց մեջ մտցված է մի թեզ, որ իշխանությունը ընտրություններով անպարտելի է։ Այս թեզը նաև որոշակի ընդդիմադիր ուժեր են սնուցել, որ ընտրություններով անիմաստ է որևէ բան մտածել անել։ Որը բերում է նրան, որ մարդիկ ապատիկ մտածում են, որ այլևս ելք չկա, անհնար է իշխանությունը փոխել, եւ հետեւաբար կամ հարմարվում ես ադրբեջանական բենզին սպառող ես դառնում, որը քո բանակը ջախջախում է, քո հողերն օկուպացրած սպառում է, կամ արտագաղթում ես կարպիս։ Հիմա ես ու դու ինչի համար ենք, որ մենք մարդկանց բացատրենք, որ ժողովուրդ ջան, պետք է այդ թեզը ձեր մեջից անեք, որ իշխանությանն աննարա հաղթել ընտրություններով։ Ինչու՞։ Որովհետև բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս վստահաբար միանշանակ, որ իշխանությունները ընտրություններով կարող են պարտվել։ Մի հատ այդ բանը, որ ձեր մեջ ֆիքսեք, դա բազմաթիվ մարդկանց տանելու է ընտրական տեղամասեր։ Դա օդի պես պետք է բոլորին։ Դե չեք ուզում ադրբեջանական սոկար, գնացեք Ռոսնեֆտից առեք, ինչ ասա։ Նաև այդ իմ հայտարարության տակ ինչ-որ մարդիկ մտել գրել են, բա Պուտինից եք ուզում բենզին առնել, Այդ եմ ասում, գնացեք Պուտինից առեք։ Հա, ես ուղղակի, այսինքն համեմատել ռումինական բենզինել են Հայաստան բերում, բայց ասենք ինչի Պուտինից։ Իրանից առեք, Վրաստանից գնացեք առեք։ Ուզում ասեմ այդ բանը էլի, որ ասենք կարան ասեն, բայց Վրաստանը բենզին չի արտադրում, չգիտեմ ինչ չէ։ Ժողովուրդ, մենք այնպես չի, որ նույն Ցորենի պատմության պես մենք խոսել ենք Ցորենի մասին, չէ։ Ասենք հերթեր էր մեր բենզակալուն կաներում, նավթի խնդրեմ ունի այս երկիրը, դե ստիպված Ադրբեջանից ենք առնում։ Ոչ ձեզ նվաստացնում են։ Ձեզ նվաստացնելու համար է սա անում։ Ուրիշ նպատակ չկա։ Եվ ճշնամու պետական բյուջեն ու բանակը ֆինանսավորել։ Հետաբար ես գտնում եմ, որ մենք այլևս չունենք այս երկրի շահերը սպասարկող իշխանություն։ Մենք այլևս ազգային իշխանություն։ Որ բայց սկսած չունենք։ Երկար ժամանակ եմ սրա շուրջ մտածել, եւ վերջին բաները գալիս են այդ իմ մտածմունքները, ես արդեն համոզմունք եմ ձևավորում իմ մեջ, որ մենք չունենք ազգային իշխանություն։ Այս իշխանությունը Հայաստանի իշխանությունը չի, Հայաստանի հետ կապ չունի։ Ճիշտ է, ընտրված է մեր ժողովրդի կողմից, ընտրված է, բայց նա գնալով դառել է օտար մեր ճշնամի երկրների սպասարկող։ Սկսել եմ գալ այդ համոզման կարպիսի մոկավ, ասեք ախպեր ծայրահեղացրեցի, լավ ես ինչ ես ասում, բան, բայց ես ուրիշ բառեր չեմ գտնում, որ Հայաստանը իր տարածքները օկուպացված երկրից որոշել է բենզին գնել։ Հնարավ գոնե այդ տարածքներից դուրս գա, այդ բանակը դուրս գա։ Ասեք դե պատերազմ ա եղել, հա, դե ասենք բան, բայց հենց հիմա է այդ օկուպացիան։ Այդ բանակը սնուցվում է ձեր տված փողով ժողովուրդ։ Նաև, չեմ ասում այդ փողին են մնացել։ Սիմվոլիկա կարող է այդ փողը, բայց ինքը փաստ է։ Ինքը ձեզ դարձնում է նվաստացած։ Ինքը ձեզ նվաստացնում է։ Ու ձեզ նվաստացնում է ոչ թե ճշնամին, այլ ձեր իշխանությունը։ Ձեր իշխանությունն է ձեզ նվաստացնում։ Մեր իշխանությունն է մեզ նվաստացնում։ Չեն եկել, չէ՞ ադրբեջանցիք զենքը դրեք ու գլխին ասե մեզանից բենզին առ։ Մեր կառավարությունը, մեր ազգային կառավարությունը որոշել է դա անի։ Տենց է որոշել։ Ոնց է այդ որոշումը կայացել, բան չգիտենք մենք։ Դիվերսիֆիկացիան դե անում։ Հա, ասենք չգիտեմ, չեմ կարող ասեմ ինչ։ Տնտեսության դիվերսիֆիկացիան անում։ Խաղաղությունն է, առևտուրն է։ Շատ։ Դե կարան ասենք իսլամ էլ ընդունեն, կրոնի դիվերսիֆիկացիան քիչ են անում։ Ինչ չեք ծայրահեղացնում։ Չէ, ես կարծում եմ բացարձակապես չեմ ծայրահեղացնում։ Ես կարծում եմ, որ որևէ ազգ, որը ինքը իրան չի հարգում, ոչ մի հարևան երկիր եւ որևէ ճշնամի այդ ազգին չի հարգել։ Եթե դուք չես հարգում, դու գնացել ես դեռ խաղաղությունը չեկած, վազը իրանցից փողը ստար, իրանցից բան առնես, բանակը տես սահմանափակում, զորքերը տես ցրում, զենք առնելուց ես հրաժարվում, որ մեկը ասեմ, միջանցք ես տալիս, չգիտեմ, ինչ ասեմ, որ մեկը ասեմ։ Քո ազգային պետական ինստիտուտներն ես քանդում, կրոնական գլխավոր հայկական կառույցը, հիմնական ամենահայկական կառույցը, դա հայրաքելական Սուրբ եկեղեցին է։ Զինված մարդկանց ես մցրել է պարակտում ես, ասենք։ Այդ 7, 6, 10 եպիսկոպոսները թող գնան իրաց ժողովին, իրաց ասելիքը ասեն, ով է իրաց ձեռը բռնել։ Ինչ ածը, ինչ
բան ինչ որ կապիշոնով մարդիկ։ Դու ինչ կապիշոնով մարդիկ էին, չէի տեսնում ով։ Մեկը ինձ գրել, ասում է պարոն Մարուկյան, մենք հասանք կապիշոնապետության։ Դες բարձ չէի մտածել։ Գազը ջղայնացած է շատ, բայց տեսանը տնանուց կաշի ջղայնանաց։ Ասենք քանայա սրտի կատված ստացե, ով է դրա պատասխանը տալու։ Տեր վրթանեսը ինձ հիմա հիվանդանոցում պարկած է։ 72 ժամ տեսակցությունն արգելված, ուզում եք տեսակցենք։ Ով է էլի պատասխան, ով է տալու այդ ամեն ինչ։ Այն ապրումների որը ժողովուրդ ունենում։ Ես մտածում եմ հարցազրույցի ավելի։ Չէ, հենց հիմա ասում եմ քեզ, վիճակը կայուն է, բայց Աստված ինֆարկտ է դա մարդ։ Աստված կանչենք որ կապակի։ Ես կաղա շատ եմ ծայրահեղացնում կարպիս, բայց մտածում եմ որ չէ, ես բավականին adekvat մարդ եմ ինձ համարում։ Արի թեման ասենք ուրիշ թեմաներ։ Այս շաբաթվա ընթացքում ուրիշ թեմաներ էլ ենք ունեցել։ Ես ասեմ, օրինակ, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչ որ մի հատ խանութ կա, որ այդ խանութը ինչ որ կանխիկով առևտուր է արել, կամ անում, կամ կանխիկով ուրիշ գին առաջարկում, անկանխիկ ուրիշ, հետեւաբար կա հարակա թաքցնում։ Դա համար գիտես, կա պեկը կարա գնա ակտ գրի բան, ու ինքն ասում է, լսեք ինչ եմ ես ասում։ Ձևը գտեք այդ խանութը փագեք։ Ձևը գտեք այդ խանութը փագեք։ Եղավ ու ասնելու եմ նայեմ, մինչև ես չասեմ չբացեք, նայ։ Ուշադիր։ Ու նայում է այս բաներին, այնտեղ պեկի ղեկավարին է կամերան ցույց տալի, կենտրոնական բանկի ղեկավարի երեսին է պահում կամերան, հետո փոխում է մյուսների բան, ասում է իմ անձնական պատասխանատվության տակ եմ վերցնում այս հարցը։ Ես եմ պատասխանատուն, ես ասում եմ գնացեք փակեք, ուրեմն ես տեղեկացված եմ որ պլոմբած է խանութը, ուշադիր լսի կարպիս։ Ուրեմն սա մեր ժողովուրդն է նայ։ Սերի հայրենակիցներ։ Դուք կարող եք մտածեք որ խանութ է, դե խանութ է, հիմա վարչապետը ջղայնացել ասում փակեք, փակում են։ Բայց ես ուզում եմ տեղեկացնել որ իրավական պետությունում ժողովրդավարական երկրում չի կարա որևէ իշխանավոր, ասի իմ անձնական պատասխանատվության վրա է գնացեք փակեք կամ ասի ձևը գտեք փակեք, այսինքն վարչապետը մի հատ ուրիշ փակ հանդիպման ժամանակ ասա ձևը գտեք Միքայել Սրբազանին փակեք, ձևը գտեք Բագրատ Սրբազանին փակեք, արա ձևը գտեք Մկրտիչ Սրբազանին փակեք, ձևը գտեք Կաթողիկոսին հանեք, ձևը գտեք Սամվել Կարապետյանին նստացրեք, ձևը գտեք, հասկանում ես ինչա։ Սա հանցագործության մասին կառավարության նիստում ուղիղ եթերում հաղորդում է, որ ինքը իր վրա տվել է։ Այսինքն գոյություն չունի պետական մարմիններ։ Մեր պետական մարմինները վերենացվել Ադրբեջանի շուկան սպասարկելու հարցերը ուսումնասիրելով եւ կապած մի բան ասեմ։ Հիմա Ժորժան էսա, այսինքն ես այդ խանութը չգիտեմ ում խանութն է։ Այդ մարդիկ կարող են մեզ դիմել, մենք իրաց պաշտպանենք։ Այսօր ես մի քիչ սակավախոս եմ ասեմ ինչի։ Որտեղ իրոք էլ բառը չեմ գտնում։ Այս իրավիճակը նկարագրելու համար, որտեվ երեք մտածում եմ փորձի արդարացնես, օրինակ կանցիան արդարացնես, ասում եմ ձևը գտեք ախպեր։ Երեք մտածում եմ որ իրոք անհավատալի է որ այս ամեն ինչը կատարվում է մեր երկրում, իրոք անհավատալի է, ես չեմ պատկերացնում ոնց կարելի է այդ ամեն ինչ անել, այդ ամեն ինչը խոսալ ու մարսել, որովհետեվ այն ինչ որ այդ խանութի հետ կապված ինքը ասում էր, ինքը ընդհանրապես իրավունք չունի նման բան խոսա։ Նախ ինքը ընդհանրապես իրավունք չունի այդ տոնով խոսա, ինքը իրավունք չունի խանութ փակի։ Անկե դու ով ես որ խանութ փակես։ Դու ինչ գիտես։ Դու պեկն ես, ով ես դրա համար հատուկ պետական ինստիտուտներ գոյություն ունեն, չգիտեմ, հատուկ համակարգեր, ընդհանցակարգեր, ի վերջո դատարաններ եւ այլն եւ այլն։ Իսկ ասած խոսում են նրա մասին, որ այս մարդը, նորից եմ ասում, պետությունը, պետական ինստիտուտները դարձել է իր, չգիտեմ, գրպանի խաղալիքը ու բավարարում է իր այդ հիվանդագին մարազմատիկ կմահաճույքները, այս խանութը փակեք, այնտեղ չգիտեմ ինչ արեք, գնացեք այս հոգեվորականին բռնեք, սրանց տերորի ենթարկեք, գնացեք այս քահանային հարցրեք պատարակը մատուցի կաթողիկոսի անունը զեղչելով թե չէ։ Մի խոսքով պետություն, հասկացությունը, իրավական պետություն, հասկացությունը, այս մարդը ոչնչացնում է ու սա էլ ավելի շարունակվելու է ու ավելի սարսափելի տեսք է ստանալու եւ ես նորից եմ այս հարցը տալիս պատկերացնում ինչ հալնելու է այս երկրի հետ եթե 2026 թվականին ինքը վերընտրվի։ Ես էլ ասում եմ որ ժողովուրդ ջան բոլոր շանսերը կան որ ընդդիմադիր ուժերը եթե միավորվեն կարող են այնպես անել որ այս իշխանությունը չվերընտրվի եւ ապօրինություններ չանի չպարակտի մեր ժողովրդին, մեր ազգային ինստիտուտները չքանդի, կարողանա ինքնասիրությունը իր եւ մեր ժողովրդի, մեր պետության պաշտպանել, բանակցություններ վարի խաղաղության վերաբերյալ, բանակը վերականգնի, բանտեր չլցնի մարդկանց եւ բանտերում եղած ապօրինի անմեղ նստած մարդիկ ազատ արձակվեն։ Այսինքն այս բոլոր դրական բաների դուրը հնարավորությունը ընտրությունների միջոցով բաց է։ Նայեք, ես ու կարծես չենք ասում, չէ՞ բանը, հելնենք գնանք
չգիտեմ, այն որից էս ասե, շենքերը գրավենք, ես իմ չգիտեմ ինչ անենք, չէ, Ժորժան սահմանադրական ճանապարհով դուք կարող եք այդ օրը ուղակի տեղամաս գնալով փոխել իշխանությունը եւ դադարեցնել մեզ բոլորիս այս նվաստացման process-ը։ Հիմա հասկացանք, լավ, բոլորս ինչ որ էտապում հավատացել ենք, կարպիս, ինչ որ էտապում բոլորս հավատացել ենք, որ լավ բան կարան անեն երևի, դեպ ժողովրդական հեղափոխություն ա եղել, լավ, բայց հիմա չի ստացվում, ախպեր 8 տարի է նվաստանում։ Գիտեք ինչ 8 տարի է նվաստանում, եք ոնց։ ես մտ փորձեմ իրավիճակը նկարագրել։ Այն միջազգային կառույցը, որը աշխարհում մոլորակի վրա իր համար որպես առաքելություն սահմանել է ժողովրդավարության տարածումը, ժողովրդավարության հաղթանակը, Հայաստանում աջակցում է մի իշխանության, որը ըստ էության ողնուցուցով հակաժողովրդավարական է։ Խոսքը Եվրամիության մասին է։ Եվ ակնհայտ է, որ Եվրամիությունը իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով աշկ է փակում Նիկոլ Փաշինյանի այս ամեն ինչի մասին եւ տեսնում ենք, որ Եվրամիությունը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններում այս հակաժողովրդավարական իշխանությանը աջակցել, սրանք էլ նրանցից օգնություն են խնդրել։ Եվ հիմա ինչ է անում իշխանությունը։ Հիմա հորինված միֆական աստվածաշնչյան հրեշի կերպար են ստեղծել Ռուսաստան, որը իբրև թե հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ։ Ուր է այդ հիբրիդային պատերազմը, ոնց են մղում։ Մենք ընդհակառակը արդեն 5 տարի է տեսնում ենք Ռուսաստանի տոտալ անտարբերությունը, տոտալ լռությունը, նաև զարմանալիորեն Հայաստանում տեղի ունեցող, բայց Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում։ Այսինքն հիմա գնում է Պիտեր, Փաշինյանը գնում է Սանկտ Պետերբուրգ հիբրիդային պատերազմ է մղելու այնտեղ։ Այսինքն այդ ռոպագանդիստները ձեզ խափում են ամեն։ Ով իշխանությանը քննադատում է, այս ռոպագանդիստները ներկայացնում են որպես հիբրիդային պատերազմի զինվոր։ Նույն Բագրատ Սրբազանի, Սամվել Կարապետյանի նույնիսկ այնքան անբարոյական են, որ անձնազոհ Ռուբեն Վարդանյանին, որը տեսնում են գիտակցաբար գնում է մահվան։ Էլի նույնից ասում են Կրեմլն է ուղարկել Ղարաբաղ։ Մարդու շան անասուն պետք է լինի, որ այդ մարդուն շարունակի ասել Կրեմլն է ուղարկել։ Կրեմլը խի պետք է մարդուն տենց բանի ուղարկի կամ ինչին էր պետք, ինչին ես էլի չեմ հասկանում, բայց էլի այդ անբարոյական բանը այդ դիրքավորումը կա։ Այսինքն հիմա մենք էլ որ քննադատում ենք, ըստ էության իրանք համոզված են, որ մենք բանը ոչ թե համոզված են, այդպես ներկայացնում են, որ մենք էլ հիբրիդային պատերազմի զինվորներ ենք եւ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղում, քանի որ Էդմոն Մարուկյանը չի ուզում, որ Ադրբեջանից Հայաստան բենզին գա, քանի որ Էդմոն Մարուկյանը պայքարում է, որ Հայաստան միշտ Կրեմլից բենզին գա։ Ուրեմն ես անկեղծ չգիտեմ Հայաստան որտեղից է բենզին եկել, թե բենզինի գործ չեմ արել երբևէ, ի տարբերություն ԿՊ-ի որոշ ներկայացուցիչների։ Բայց գիտեմ, որ մենք կարող ենք չգնել Ադրբեջանի բենզին։ Քանի դեռ մեր հարաբերությունները կարգավորված չեն, քանի դեռ ադրբեջանական բանտերում հայ անազգանով, հայ մարդիկ, հայ կապույտ անձնագրերով նվաստանում են, մենք կարող ենք չգնել ադրբեջանական բենզին, էլի։ Դրա կարիքը չկա այդ քծնանքի այդ գետնին պարկելու, որ գետնին պարկում ենք, ասում ենք մևրով քայլի Ալիև, ասենք դրա կարիքը չկա, ժողովուրդ։ Գիտեք, պարոն Մարուկյան, ասենք վերջապես Տրամպը մեր հետ է։ Մենք ենք սկան նվաստանում։ Վերջերս այս Հայաստան ներմուծվող բենզինով հետաքրքրվում էի, որպեսզի չգնամ այնպիսի մի բենզին, որ առնչվում է ունակ Խաչատուր Սուքիասյանի հետ։ Okay։ Այսինքն թեմայի մեջ խորացել եմ։ Այսինքն ես էլ այդպիսի բոյկոտ եմ։ Դե ասեն ախպեր ֆլեշի բարսեղի բենզինն է զում։ Լավ է, ֆլեշի բարսեղի բենզինը կառնեմ, բայց ԿՊ-ական բենզին չեմ առնի։ Խնդրեմ, լսեցիք, Շորոտ ջան։ Ռոբերտ Քոչյանից բենզին կառնեմ։ Էլով կա որ իշխանությունները չեն։ Սաուդյան Արաբիայից բենզին կառնեմ, բայց ԿՊ-ից բենզին չեմ առնի։ Ես ճիշտն ասած որ մի հիշեմ Սադամ Հուսեյնից բենզին կառնեմ, ափսոս ուղակի Սադամ Հուսեյնը բայց Նիկոլ Փաշինյանը Կադաֆիից բենզին կառնենք, բայց ԿՊ-ից չենք առ։ Կադաֆին ունի բենզին։ Յոկե լիբյան Մուամար Կադաֆիից բենզին։ Իհարկե։ Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, ախր այս հումորն էլ է պետք մի քիչ, հումոր էլ կա այստեղ, բայց չէ լավ ինչ անենք, լավ ամենօրյա ռեժիմով ասենք հարձակման տակ ենք հիբրիդային հարձակում։ Հիմա կներես որ ամեն օր ասում են հիբրիդային հարձակում։ Դու Կայա Կալասի անունը տվեցիր։ Ես եվրոպական մեր գործընկերներին ուզում եմ տեղեկացնեմ նամակով, այսի միտքս տեղ ուզում արտահայտեմ, որ իշխանությունները եկեղեցու կրոնական կազմակերպության ներքին գործային միջամտում են քաղաքացիական հագուստով, ոչ տարբերանշաններով, առանց որևէ տարբերանշանի, խմբերով, զինված խմբերով միջամտելով որը ամենացցուն հակաժողովրդավարական գործիքն է,
որը մարտի 1-ին էլ է կիրառվել, եւ ես ուզում եմ այդ պնդումը անեմ ներկայացնեմ, որ մեր եվրոպական գործընկերներն իմանան, որ հիբրիդային պատերազմը, որ Հայաստանում տեղի ունենում, եւ իրենք խոսք են տվել, որ դրա դեմ կպայքարեն կօգնեն, ինչ որ կարծիք ասեն, դատապարտեն այդ հիբրիդային պատերազմը, որտեվ հիբրիդայինը գիտեք ո՞րն է, որ նայում ես զինված մարդ է, մտածում ես թե ինքը անվտանգության աշխատակից է, բայց որևէ տարբերանշան չունի, դեռ կարող է քաղաքացիական անձը ուղղակի զենք հակարում, բայց դու չես կրում։ Կարող է ԱԱՑ-ից։ Կարող է ԱԱՑ-ից, հիմա կարող է երկու հոգի բրբրթեն, պատկերացնենք երկու հոգի բրբրթում են այդտեղ, չէ՞, ինչ որ կռիվ է լինում, մեկը մեկին հարվածում, հա։ Այն մեկը հետո ասում է, քանի որ ԱԱՑ-ից եմ եղել, դու դե չես իմացել, չէ՞։ Քո վրա քրեական գործ են հարուցում, ասենք 316-րդ հոդվածի 2-րդ մասով, եթե չեմ սխալվում, դա իշխանության ներկայացուցիչի օրինական հրահանգները չկատարել, դիմադրել եւ այլն եւ այլն։ Պատասխանատու կարծես։ Դու մտածում ես հորիզոնական հարաբերությունները քաղաքացիա։ Քեզ վիրավորեց, քեզ բրթես, դու ես բրթում, քեզ հայոյանում, դու ես հայոյում, վերջում դու դատվում ես ամենախիստ հոդվածով, որ դու իշխանության ներկայացուցիչի հետ կռվել ես։ Բայց դու ոնց պետք է իմանաս, որ ինքը իշխանության ներկայացուցիչ է, թե ինքը չունի տարբերանշան։ Հիմա Կայա Կալասը Կայա Կալասը ճիշտ եմ ասում։ Այո, նամակ է գրելու։ Այո, ես պետք է դիմեմ եւ Կայա Կալասին եւ նաեւ ԱՄՆ պետքարտուղարության համապատասխան բաժին, որտեղ ֆինանսավորում է տրամադրվում հատկացում ու աջակցություն Հայաստանում իրապահ մարմինների բարեփոխումների առումով, որտեղ իրանք են տրեյնինգ անում, օգնում են, աջակցում են, զենք են տալիս, Եվ ոստիկանական զենք, բան են գնում։ Եթե երբևէ այդ ներկայացուցիչների հետ Այսինքն այ Դանիել Յոնիսյանը որևէ հայտարարություն չի արել, չէ՞, ասենք որ քաղաքացիական հակոստով, դե ինքը այդ ռեֆորմների բան։ Դանիել Յոնիսյանը ուզում է ցույց տալ, որ համարյա հավասար քանակության մարդիկ են։ Եղբայր, օքեյ։ Օքեյ չեն վիճարկում, լավ հավասար են քանակությամբ։ Բայց այն մի մասը քաղաքացիական հակոստով ոստիկանա։ Դրա հավասարը ո՞րն է։ Եվ եթե Կամ կարող են օլիգարխի բանը, բանդա է ապորին։ Եթե շփման մեջ մտնեք եւ ներկայացուցիչների հետ խնդրում եմ խոսնել փոխանցեք շատ սոց ձևով։ Ես նամակ եմ գրել, ասեք։ Հա, որ եթե դուք Հայաստանում աջակցում եք այս հակադեմոկրատական իշխանություններին, այսուհետ մի աշխարհում հայտարարեք, որ դուք ձեր առաքելությունն է ժողովրդավարության հաղթարշավը Դե ժողովրդավարություն։ նայեք, իշխանությունները գնում են դե խափում են եւ մեյում, ասում են մենք ինչ որ խախտումներ որ անում ենք, դա ռուսների դեմ ենք պայքարում, դրա համար աշկ փագեք։ Եմեն Իրականում իրանք գնում են Սանկտ Պետերբուրգ, ուտում խմում քեֆ են անում այնտեղ ռուսների հետ։ Եվրոմիությանը խափում են, որ ռուսների դեմ պայքարում են, որ իրենց դեմ եղած հակընդդեմ գործիքը այլընտրանքային իրենց այդ անհամաձայններին ճնշեն։ Իսկ դուք կարծում եք Ցանկացած անհամաձայնի ճնշում են, ասում են Ռուսաստանն ագ։ Իսկ դուք կարծում եք Եմենեն կառույցն որ կարող է խափվել։ Նայ, ես կարծում եմ, որ Եմենեն կառույցն որ կարող է ամաչել։ Այսինքն եթե իրանք աշկ են փագում այդ սոուսի տակ, որ բայց չէ որ բանա, բան իմացի որ շատ ԵՄ պարլամենտում շատ անդամներ փագում, թե խրախոսում են, ասում են Նիկոլ Փաշինյան գնա, մեր ձևով շարժումը արկելի։ Եղբայր։ Խրախոսում են, թե աշկ են փագում։ Մենք դա կտեսնենք ապագայում, բայց ուզում եմ ասեմ, որ իրենք միևնույն է չեն կարող մինչև վերջ աշկ փակել։ Հասկանում եք, այնքան ցեցուն է։ Լավ որ դեմներն ես իմացած, նայեք, առանց տարբերանշանների զինված մարդիկ են։ Երկու իրար դեմ հակամարտող խմբերի միջև մտել են մի խմբին են պաշտպանում։ Ու պետությունը դա թույլ է տալի։ Ոստիկանության պետը Արամ Ղազարյանը թե կանացած մեզ չգիտեմ ովքեր են։ Դες ոնց կարա տես բան լինի։ Պետք է ճիշտ էլ աշկ են փակում։ Կա կալասը ասելու, ինչ, ասելու լավ են կանում ռուսների դեմ են կանում։ Ասենք ինչ ռուսներ։ Այդտեղ ռուս կար։ Դա դրա համար են ասում հիբրիդային պատերազմ։ Կամ իրանք ինչ իրանք ռուսներից գազ առնեն, մեզ ասեն Ադրբեջանից առեք։ Ձեռ է կար։ Այդ ինչ ասելու։ Իրանք ռուսներից ատոմակայանի բաներն առնեն, մեզ ասեն ձեր ատոմակայանը փակեք։ Գիտեք, եթե աշխարհը աշկ փակեց Արցախի հայաթափման վրա, իմացեք, որ Երևանի կենտրոնում մարդը լուտել վրա աշկ են փակելու։ Հասկացանք, հա։ Արձանագրումը ո՞րն է, որ մենք չենք համակերպվում կարծես։ Չէ, չենք համակերպվում։ Ես ու դու չենք համակերպվում, մեր նման հազարավոր մարդիկ չեն համակերպվում, ճիշտ է։ Եվ հա իրանք աշկ են փակում, բայց հարցը հետևելն է, մենք մեր երկրում մեր իրավիճակը ուզում ենք փոխենք մենք մեզանով։ Դες կա մեր ձեով, կա մենք մեզանովը։ Մենք չենք ուզում որ որևէ Կայա Կալաս, JD Vance, չգիտեմ ես իմ ով գա մեր երկրի ներսում մեր խնդիրները լուծի։ Մենք մեզանով ուզում ենք ընտրություններով փոխենք այս իշխանությունը։ Տեսեք, այս իշխանությունը, ինչ ենք ասում։ այս իշխանությունը մտածել է եկակի ստանդարտներն է, ամբողջը խոսում են ինքնիշխանությունից, բայց գնում են մի աշխարհակաղակական բևեռի առաջարկում են գալ միջամտել մեր ներքին
գործերին, մեր ներքին հարաբերություններին կամ Հայաստանի տարածքում դիմագրավել մեկ այլ աշխարհաքաղաքական բևեռ է, սա չգիտեմ, խայտարակությունը եւ սա իրականում իմ համոզմամբ, պարոն Մարուկյան, էականորեն ստվերում է փչացնում Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Սա շատ լուրջ խնդիր է, այսինքն ցանկացած լավ գաղափար այս իշխանությունը փչացրել։ Այսինքն Ռուսաստանը Հայաստան-ԵՄ հարաբերություն։ Այսինքն Ռուսաստանը չպետք է միջամտի մեր ներքին գործերին, բայց ԵՄ-ն կարա միջամտի, այդ ով ասում։ Այս առումով ԵՄ-ն Ямպե չի ընկալել որպես արժեքային, արժեքներ սփռող կենտրոն, ինքնին աշխարհաքաղաքական բևեռ է, որը ունի շահերը եւ հետաքրքրությունները, եւ այդ շահերը կարող են մեզ համար, մյուսի համար լինել շատ դաժան։ Կարպիս։ Ես բոլոր մարմինների հետ խոսում եմ իրենց լեզվով։ Ես ԵՄ-ի հետ խոսում եմ իր լեզվով։ Այսինքն իր չափանիշներով, ասեմ քո չափանիշները սրանք են, եղբայր, հա։ Ռուսներ, մուսներ, սա հետը տեղա։ Շատ լավ։ Հիմա ձեր չափանիշներին հակասող բան արում Նիկոլը։ Եկեք ուրիշ ենթադրություն անենք։ Արձագանք։ Ուրիշ ենթադրություն։ Իսկ հիբրիդային պատերազմի դեմ Նիկոլ Փաշինյանը կարող է Թուրքիայից աջակցություն խնդրած լինի։ Ես որևէ բան չեմ բացառում։ Ադրբեջանից։ Ես չեմ բացառում։ Հիմա որ բենզին ենք առնում Ադրբեջանից, դա ինձ են կոմենտ։ Օրինակ մեր պատմության մեջ նման դեպք եղել է։ Խնդրեմ։ Օրինակ առաջին հանրապետության վերջին կառավարությունը, երբ որ Հայաստանը պետք է արդեն խորհրդայնանար, դրանից մի քանի օր առաջ զուգահեռ պարտվում էինք հայ-թուրքական պատերազմը եւ թուրքերը ներխուժել էին արդեն Ալեքսանդրապոլ, Հայաստանը զուգահեռ խորհրդայնանում էր, ռուսներն էլ բանը Կարմիր 11-րդ բանակների Իջևանից են մտել։ Վրացյանի կառավարությունը օգնություն էր խնդրում բանը քեմալականներից, ընդդեմ բոլշևիկների։ Հիմա կարող է Նիկոլ Փաշինյանը ընդդեմ ռուսների թուրքերից օգնություն խնդրի։ Ինչ իմանամ եղբայր, ինչ որ բան կա որ ասենք գարած բացառ։ Օրինակ Էրդողանը այս իշխանությանը աջակցի ընդդեմ Պուտինի հիբրիդային պատերազմի։ Բայց ես մի բան ասեմ։ Որևէ բան չեմ բացառում։ Ես տեսա որ դու մի հատ տենց եթեր ես, չէ՞, նկարել։ Ես որպես մասնակից, որպես քաղաքական բանին մի քիչ ծանոթ մարդ, ես Ռուսաստանի կողմից Հայաստանի հիբրիդային պատերազմ չեմ տենում։ Դե պիտի ասեն դե դու ագենտ ես դրա համար ես տենց ասում։ Դե հիմա ապացուցեք։ Կա, դու չես տեսնում։ Այն որ բենզինը չեք ուզում առեք, դա հիբրիդային պատերազմ է։ Դուք պետք է թուրքերի բենզինը վառեք, ախպեր։ Դուք պետք է ձեր ատոմակայանը փակեք, Թուրքիայից առնեք էներգիան։ Դուք պետք է տենց լինեք։ Դուք ոնց կարող եք դուք այսօր էներգիա արտադրող երկիր եք, գժվել եք էներգիայի արտադրում վաճառում եք։ Ոչ պետք է փակեք ձեր եղածը, գնաք Թուրքերից առնեք, որ երբ ուզենան անջատեն։ Ոնց դուք ինքնիշխան այդպես պետք է անեք։ Դուք էդ են մեզ ասում սա։ Ես մի բան ասեմ էլի։ Ասա։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև հավասարության նշան դնողը իմ խորին համոզմամբ կամ դավաճանա կամ հիմար։ Դե հա, օրինակ շատ-շատերը դնում են այդ հավասարությունը։ Ուրեմն կամ հիմար են կամ դավաճան։ Օրինակ այդ վառելանյութ գնելու վերաբերյալ իմ հայտարարության տակ մարդիկ մտե գրում էին «Պլավա, որ Պուտինն է հարձակվել է Ուկրաինայի վրա, իսկ մենք ընդդից բենզին ենք առնում»։ Հա, ինչ։ Հասկանում ես, այսինքն ես ասում եմ ադրբեջանական զորքերը ջերմուկում նստած են։ Դուք փողը ձեր տալիս եք իրանց, այդ զորքը ֆինանսավորում եք։ Դուք ինքնասիրություն ոնեք արագ պաշտպանեք նրանց ամփոփում ենք։ Ասում եմ, բանա Պուտինն է Ուկրաինայի վրա հարձակվել։ Այդ Տրամպն էլ Վենեսուելայի վրա։ Այդ գիտեք, չէ՞։ Եվ ինչ անեմ։ Դասական, ԿՊԱ-ական մտածողության ինչ-որ ձև է աշխարհայացքային, որ ասում ես, կոռուպցիա, այս բանը, չգիտեմ, տանդ փողերը որտեղից է, առանձնատունը որտեղից է սարքել կամ չգիտեմ, Ադրբեջանի դեմ էսի ջմխիարի, մենք ասում ենք, ոչխարը սարով անցավ։ Յանի դες ելի հայնակիցներ, հա պետք է ամփոփենք կիսա տխուր, կիսա խառը, կիսա ջղայն, չգիտեմ, ոդկաստ ստացվեց։ Այդ կոֆե դնողներից ինչ եք ուզում։ Գիտես, ինձ անցած ասում են, բա Ռուբինյանը էսա գրեքո մասին, Ռուբինյանը էնա գրեքո, ասում Ժորժ ջան, Ռուբինյանը ով է։ Հա, Ռուբինյանը ով ասում եմ, նախ, ինչ որ հասկանում ես մարդիկ կան, որ ժամանակին լավ ես վերաբերվել, այդ մարդիկ երես են առնում։ Հա, ինչ որ բայեն, էսա ասացի որ մինչև այսօր ինչ խոսացել է այն վերաբերյալ, սուտ ասե։ Հիմա ինչ ասում է, սուտ ասում։ Ապագայում ինչ ասի, սուտ ասելու։ Բայց ավելին նա երկու դաշինքի ժամանակ եղել է մեր սուրճ դնողը, մեզ մար սուրճ է դրել, եւ որ դեսպանը այդ ժամանակ էլ է իմ սուրճ դնողը եղել, հիմա էլ նեղացա որ էլ իմ սուրճ դնողը չի, ասենք, հիմա ինչ անեմ, ասենք, դա պետքա սուրճը վատ բան է, պանմա։ Չէ, սուրճը վատ բան չի, բայց ասենք եթե ուղղակի իրանց շուկայական արժեքը է դա։ Չէ, բայց ասենք խոսքի եթե քու սուրճ դնողը սկսում է քո մասին ինչ որ բաներ խոսալ։ Հիմա դրան պետքա դուրս վերաբերվենք թե ան։ ԿՊ-ում ես եմ երեք օքյունն է, որ իմ համար ժամանակին սուրճ դնող են եղել։ Ես գիտեմ ովքեր են այդ մարդիկ։
Ուղղակի այդ մարդիկ դեռ քեզ ոչ մի վատ բան չեն ասում, դու չես հրապարակային ես։ Ես էլ իրաց մասին վատ բան։ Հա, բայց ես ասենք բան այլի մարդը հասկանաս էթիկա չունի, սահման չունի։ Հիմա ինչ ասենք ինչ։ Չէ՞ բան էլի ասել են բան արա, դու հարցակվի Մարուքյանի վրա, որ ինքը բուն թեման թողա, այսինքն այն թեման, որ դուք Ադրբեջանից բենզին եք առնում, ու Ռուբենյանին նշանակել եք գլխավոր անինքնասեր այդ թեման լոբինգ անելու իմաստով, խոսա։ Պարոն Մարուքյան, Հա, բանը ինքը ընկնի սկսի քեզ պատասխան։ ես մի բան ասեմ, այս հաղորդումը փակենք։ Ամոթա։ Իրականում Ռուբինյանին եւ նրա մի քանի գործընկերներին քննադատել չի կարելի, նրանց պետքա կարեկցել եւ նրանց Չեմ համար քննադատում, դա մասը։ նրանց պետքա կարեկցել եւ նրանց համար ուրախանալ, ինչի համար, որովհետեւ Ռուբինյանը եւ էլի մի քանի հոգի մարդիկ են, որոնք լինելով գործազուրկ, մի գիշերվա ընթացքում դարձել են արտգործ փոխնախարար, համար տեղավորվել են, կյանքը ստացվել է, դրա համար այդ երիտասարդների համար կարելի է ուրախանալ, իսկ Ռուբինյանի կյանքի ամենամեծ հաջողությունը ձեռքբերումը որն է։ Քլեչին մոտիկից տեսնել է։ Լավ։ Ուրախ եմ ես Ռուբինյանի համար, իսկապես թող վայելի, որտեվ քիչ է մնացել։ Լսեցիք։ Վայելեք։ Լավ մնացեք սերի այնակիցներ, այսօր այսքաններ, Կարբիսը զորով խոսացրեց ես կոֆե դնողի թեման, լավ մնացեք։ Ամեն դեպքում, ինչքան էլ որ մենք ժղայն ենք, կարող են ինչ-որ գնահատականներ մի քիչ ավելի սուր ենք հնչեցնում, բայց հաշվի առեք, որ մենք էլ մարդ ենք, ունենք էմոցիաներ, հույզեր։ Եվ կոֆե ուրանանն էլ է տիրադավություն։ Հա, էլի, այսինքն մարդ եք ու կոֆե դնողներ, հետո ուրանում ա քեզ։ Տիրադավ չի։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետության, լավ մնացեք։